Աղմուկը բացարձակապես հասկանալի է, որովհետև աղմկում եմ, քանի որ նոր թեմա է հայտ եկել։ Էնպես չի, որ ընդդիմությանը առանձնապես շատ մտահոգել է Արցախի հետ կատարվածը, որովհետև այդ աղմուկը պետք էր բարձրացնել այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի այսպես ասած իշխանափոխության արդյունքում նախագահ դարձած անձնավորությունը ստորագրում եւ ընթերցում էր Արցախի լուծարման հրամանագիրը։ Մենք համենայն դեպս միայն խղճահարության խոսքեր եւ արդարացման խոսքեր լսեցինք։ Կարծում եմ բոլորն են հիշում, որ այդ հրամանագրից անջապես հետո նույնիսկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ուղիղ եթեր դուրս եկավ, տեղյակ պահելով մի դետալի մասին, որը տեղ էր գտել այդ այսպես կոչված հայտարարության մեջ, խոսքը վերաբերվում էր Հայաստանի զինված ուժերին Լեռնային Ղարաբաղից ամբողջությամբ դուրս բերելուն եւ նաեւ Հայաստանի Հանրապետությունը դրանով առարկություն հայտնեց այդ տեքստին, հայտնելով, որ ըստ էության այնտեղ Հայաստանի Հանրապետության պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունից տեղակայված որևէ ստորաբաժանում, զինված ուժերի որևէ ստորաբաժանում արկա չէ։ Բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարած Սամվել Շահրամանյանը տեքստում այդպիսի ձևակերպում էր թողել եւ պատրաստ էր նույնիսկ այդպես ստորագրել, այսինքն Հայաստանի Հանրապետությանը հարվածի տակ դնել հերթական անգամ այն ուրեմն ընդունելով եւ վկա դառնալով նրա, որ Հայաստանի Հանրապետությունը ինքն է խախտել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Եկեք հասկանանք Սամվել Շահրամանյանի արածը։ Իսկ Սամվել Շահրամանյանը հենց նույն քաղաքական ուժերի, ովքեր որ աղմուկ են բարձրացրել, նույն Հանրապետական կուսակցության, Պատիվ ունեմ դաշինքի, նույն Հայաստան խմբակցության, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական խմբակի, Մայր Հայաստանի եւ այլնի ուրեմն կողմից նշանակված նախագահներ։ Այդ նույն նախագահը ըստ էության պատրաստ էր այդ հայտարարության մեջ վկայություն տալ, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է նոյեմբերի 9-ի, ինքն է խախտել նոյեմբերի 9-ի երակողմ հայտարարությունը։ Եկեք, սա կարևոր դետալ է։ Սա կարևոր դետալ է, որովհետև այդ նույն ուժերը այն ժամանակ չասեցին պարոն Շահրամանյան, այս ինչ եք անում, պարոն Շահրամանյան, սա ազնիվ չէ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ եթե անգամ Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 9-ից հետո որևէ ձևով միջնորդավորված կամ այլ կերպ աջակցություն է ցուցաբերել, շարունակել է հավատարիմ մնալ անվտանգության երաշխավորի իր գործառույթին, որքան էլ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախը ըստ էության նույն Արցախի իշխանությունների ցանկությամբ եւ համաձայնությամբ հանձնվել է ռուսական պատասխանատվության, այնուամենայնիվ նրանցից որևէ մեկը այդ աղմուկ չբարձրացրեցին։ Նրանցից որևէ մեկը աղմուկ չբարձրացրեց, որ ըստ էության կազմալուծվել է մի պետություն, որի ստեղծման հետ ոչ Սամվել Շահրամանյանը առանձնապես կապ ուներ, ոչ էլ ներեցեք այդպիսի իրավասություն ուներ։ Փոխանակ այս խնդիրներին անդրադառնալու ժամանակ որևէ մեկը գնահատական չտվեց այդ աղմուկ բարձրացնողներից, որևէ մեկը գնահատական չտվեց այս ամեն ինչին, ամբողջ այլանդակության եւ հիմա հանկարծ զարմացել են, որ այս ամբողջի արդյունքում ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ ըստ էության այդ հարցը միջպետական հարաբերություններում չկա։ Ըստ որում եկեք մի բան հասկանանք։ 2021 թվականի մայիսին, երբ Արա Զոհրաբյանը հրաժարական էր տալիս որպես արտաքին գործերի նախարար, այդ ժամանակահատվածում է եղել, որ միջազգային մի շարք հանգամանքների ճնշման ներքո, այդ թվում եւ ուրեմն Ադրբեջանի պահանջով Հայաստանի հետ հարաբերությունները առանձնացվել են Արցախի խնդրից։ Եթե մինչև 2021 թվականի մայիսը Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկում էին դեռևս Արցախին վերաբերող հարցեր, այնուամենայնիվ 2021 թվականի մայիսին այդ տրեկները առանձնացվել են, այսինքն Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ, Ադրբեջան գծերը առանձնացվել են։ Եվ դա նաև եղել է, այո, նույն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ցանկությամբ։
Պարոն Սաֆարյան, բայց ինչու է, որ օրինակ հենց խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին արդեն հայտարարվեց երկու կողմից էլ, այսպես դրան դեմ սկսեցին արտահայտվել, իհարկե հրապարակավ Ադրբեջանը դրան դեմ չարտահայտվեց, բայց իր գործողություններով նաև ցույց տվեց, որ չի գնալու դրա ստորագրմանը ու նաև այդ խաղաղության համաձայնագրին շատ դեմ են ելի նույն շրջանակները խորհրդարանական ընդդիմությունը ու նաև այստեղ կրկին փորձում են Արցախի հարցը մեջ բերել, նաև նշում են, որ այս իմաստով խաղաղության պայմանագիրը վերջնականապես վերջակետ կդնի Արցախի հարցին եւ կփակի Արցախի հարցը, նաև փորձում են արցախահայերի այսպես բորբոքել, տեսակ վերջին շրջանում նաև արցախահայությունը զանգվածային այսպես բողոքի ակցիաներով են հանդես գալիս, ինչ միտում ունի այս խոսույթը հիմա դաշտ բերել եւ ինչի են փորձում։ Դուք ինքներդ գրեթե պատասխանեցիք ձեր հարցին, որովհետև ակնհայտորեն այդ մարդիկ դեմ են խաղաղության համաձայնագրին։ Եւ խաղաղության, այնպես չէ, որ խաղաղության համաձայնագիրն է միայն փակում Արցախի խնդիրը։ Արցախի խնդրով, ախր գիտեք ինչ, ղալաթը երբ արվում է, հետո Հայաստանը հարգում է այդ ղալաթը Արցախի իշխանությունների կողմից արված։ Հետո մուննաթ են գալիս Հայաստանի իշխանությունների վրա, թե ինչու են շարունակում մի գիծ, որի հիմքում Արցախի իշխանությունների ղալաթն է։ Եվ ո՞րն է այդ ղալաթը։ Հիշում եք դուք, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Վիտալի Բալասանյանը պահանջում էին ընդունել, որ Արցախը առանձին պետություն է։ Չհամարել դա Հայաստանի մաս։ Եթե առանձին պետություն է, ասացեք ինձ խնդրեմ, ոնց կարող է առանձին պետության հարցը դառնալ երրորդ պետության եւ Ադրբեջանի հարաբերությունների օրակարգի հարց։ Իրենք էին պահանջում, երկու պետության թատրոնը իրենք էին խաղում։ Իրենք էին արգելում Սասնա-Ծռերին, չգիտեմ, մյուսներին ոտ դնել, անցնել հատել սահմանը, իրենք էին անբարոյականություն համարում Արցախը Հայաստանի մարզ համարելը, իրենք էին այդ ամբողջը պահանջում Հայաստանից։ Հայաստանը բավարարել, Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ քանի որ ավանդաբարել խնդիրը ներկայացվել է որպես ինքնորոշման իրավունք, ոչ թե տարածքային վեճ։ Եթե տարածքային վեճ չի, նշանակում է Հայաստանը կապ չունի այդ խնդրի հետ։ Եթե ինքնորոշման խնդիր է, այդ դեպքում Հայաստանը չի կարող իր միջպետական հարաբերություն, այո, կարող ուներ Արցախյան հարցով դիրքորոշում, բայց հիմա էլ կարող է ունենալ Արցախյան հարցով դիրքորոշում, բայց միևնույնն է, դա այդ խնդիրը չի դարձնում Հայաստան-Ադրբեջան օրակարգի մաս, առավել եւս նոյեմբերի 9-ի հայտարարության լույսի ներքո, առավել եւս երբ Հայաստան-Ադրբեջան եւ Արցախ-Ադրբեջան օրակարգերը առանձնացվել են եւ այնտեղ միակ տարաձայնությունը, որ ունեցել Արցախի իշխանությունները եւ տվյալ պարագայում Արայիկ Հարությունյանին փոխարինած իշխանությունները, արդյոք բանակցել Ադրբեջանի հետ Եվլախում թե Բրատիսլավայում։ Այսինքն միայն միջնորդական հարթակն է եղել տարբերություն, բայց այն, որ Արցախի վերաբերվող հարցերը եղել են Բաքու Ստեփանակերտ օրակարգի հարցեր, դա ընդունվել է նաև այդ նույն մարդկանց կողմից։ Ավելին, հաճույք էին ստանում, հիշեք սեպտեմբերի 2-ին, 23 թվականի սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հենց նույն շահարկող ուժերի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հիացական ճիչերը, Հայկ Մամիջանյանի հայտարարությունները, որ Արցախը այժմ իդեմս Ռուսաստանի ունի դաշնակից, որ այժմ արդեն Ստեփանակերտը հակադրվելու է Երևանի քաղաքականությանը։ Իրենք են պահանջել, որ առանձնանա այս խնդիրները։ Իրենք են ամեն ինչ արել, որ Ստեփանակերտը Հայաստանի հետ նույն օրակարգը չունենա։ Հիմա տապալել են ամեն ինչ, կործանել են Արցախը, կամ լավ, ես չեմ ուզում ամբողջ պատասխանությունը իրենց վրա դնել, նպաստել են Արցախի կործանմանը։ Ու հիմա շուռ են եկել եւ ասում են Հայաստանը ինչու իր օրակարգում չունի այս խնդիրը։ Դուք եք դրան տարել։ Մինչև սեպտեմբերի 19-ի հարձակում ձեր երազանքն է եղել, որ պաշտոնական Երևանը որևէ առնչություն չունենա Արցախի հետ, որտեղ Արցախում իրենց նշանակած ուժերն էին իշխանության։ Իրենք էին ասում շուտով բեկում կլինի։ Սա եղել է այդ նույն շահարկող քաղաքական շրջանակի ուրեմն հայտարարությունները։ Իրենք են ուզեցել, որ պաշտոնական Երևանը որևէ ձևով չկանխորոշի Արցախի խնդիրը։ Հիմա Արցախը տարել են իրենց արկածախնդրության արդյունքում նպաստել են Արցախի կործանմանը եւ հայաթափմանը իրենց չափով, չեմ ասում Ադրբեջանի չափով, չեմ ասում Ռուսաստանի չափով։ Եվ նորից շուռ են եկել եւ Հայաստանի վրա մուննաթ են գալիս։ Հայաստանը չի կարող միջազգային արենայում, թատերաբեմում իրեն պահել անլուրջ պետության նման։
Հայաստանի նույն իշխանությունը, որը նաև 21 թվականին մանդատ է ստացել ժողովրդի կողմից, չի կարող նախկինում հայտարարել, որ ինքը Արցախի ճակատագիրը չի կարող ներկայացնել, Արցախի բնակչությանը չի կարող ներկայացնել, չի կարող հետո փոխարինել ինքը իրեն Արցախով եւ այդքանից հետո հիմա էլ կանգնել ասել ես Արցախի վերաբերյալ Արցախի հարցերը իմ օրակարգում են։ Առավել եւս չի կարող պարտության այդ հետևանքների ֆոնին չի կարող։ Առավել եւս Հայաստանի նկատմամբ գոյապահպանական այս վտանգի պայմաններում չի կարող։ Այսինքն ինչ են ուզում անել։ Ուզում են այս մի փոքր այս 29000 քառակուսին էլ չլինի։ Սա է իրանց հանգստացնելու։ Իրենք 10000-ի գլուխը կերան կամ նպաստեցին 10000 քառակուսի կիլոմետրի գլուխը ուտելուն։ Էլ ինչ են ուզում։ Ուզում են Հայաստանի Հանրապետությունն էլ բարի տան։ Եվ հիշեք, հենց նույն ուժերը, որոնք այսօր դժգոհ են Հայաստանի ԱԳՆ-ի այդ դիրքորոշումից, հենց նույն ուժերն էին դեմ սահման գծելուն։ Այսինքն Հայաստանը չպիտի սահման ունենա Ադրբեջանի հետ։ Պատճառաբանում են, որ դրանով ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եւ Արցախը ներառյալ։ Մեղադրում էին կամ կրկնում էին ռուսական նարատիվները, որ իբրև թե Պրահայում, քանի որ Հայաստանը վերահաստատել է Ալմատիի հռչակագիրը, ապա դրանով Արցախը թողել է Ադրբեջանի կազմերից, Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով ավարտած, մշտապես վերահաստատել են, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։ Մշտապես ես կարող եմ ձեզ եւ մեր հեռուստատողին բերել բազմաթիվ հայտարարություններ, պաշտոնական դիրքորոշումներ, որոնց մասին հայտարարություններ արել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը եւ արտաքին գերատեսչության պատվիրակությունը ԵԱՀԿ-ում ՄԱԿ-ում, երբ մեզ մեղադրել են Ադրբեջանի նկատմամբ զավթողական ագրեսիոն, պանջատիրական քաղաքականություն ունենալու մեջ, Հայաստանի Հանրապետությունը տեղից վերակացել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի նրան ներկայացնող անձանց միջոցով հայտարարել է, որ մենք Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենք։ Դուք հաղթած ժամանակ պահանջներ չունեիք Ադրբեջանից։ Հիմա պարտված ժամանակ ուզում եք Հայաստանը պահանջներ ունենա, որ ինչ լինի, որ Հայաստանի հետ ինչ կատարվի։ Պարոն Սաֆարյան, այս ուժերը, որոնք ձեր նշելով մունատ են գալիս Հայաստանի վրա, բացի Հայաստանի վրա մունատ գալուց եւ այսպես ներանձնային լարվածություն ստեղծելուց, նաեւ արցախցիներին այսպես մոբիլիզացնելուց, ինչ կարող են արտաքին օրակարգ են սպասարկում։ Արտաքին օրակարգ են սպասարկում, որովհետեւ եւ Ադրբեջանը եւ Ռուսաստանը, ինչպես չափազանց տեսանելի է, վախեցած են, մտահոգված են, որ Հայաստանը կարող է շարժվել դեպի Եվրոմիություն։ Նրանց պետք է ետ շրջել դա, դա ետ շրջելու համար պետք է փոխել Հայաստանի իշխանությունը։ Նրանք դրա համար օգտագործում են արցախցիներին, շարունակում են օգտագործել, որքան էլ վերջին հանրահավաքները իրենք օբյեկտիվ հիմք ունեն, ես չեմ ուզենա սրա մասին խոսել, որովհետև արցախցիների այնուամենայնիվ բնակարանային եւ այլ խնդիրների լուծումները պիտի փնտրվեն եւ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն նրանց առավելագույն ձևով կարողացել է ընդունել Հայաստանում, մայր հայրենիքում, այլ նաեւ աջակցության ծրագրեր տվել։ Սա մի կողմ եմ թողնում, այստեղ կարող ենք տարբեր լուծումներից խոսել, բայց տեսանելիորեն նրանք այդ նույնիսկ դրդում են այդ մարդկանց միտինգներ անել, բողոքի ակցիաներ անել, որպեսզի հանրապետության սոցիալական, տնտեսական, այսպես ասած, լարվածության գրադուսն էլ բարձրանա, որովհետև նրանց նպատակը, այսպես ասած, վերջում այդ ամբողջը վերածել քաղաքական մեծ ընդվզման եւ կանխել Հայաստանի եվրոպականացումը, կանխել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետև ռուսական քաղաքականությունը չի ենթադրում, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պիտի խաղաղության պայմանագիր ունենան։ Նրանք հավերժ, այո, իհարկե, այս ամբողջը դրա համար է։ Այո, մի կողմից մենք ճանաչում ենք, տեսնում ենք, որ արցախահայերի մի խումբ փորձում է թույլ չտալ նրանց օգտագործել հարթակը կամ մոտենալ հարթակին, բայց մյուս դեպքերում եկեք ընդունենք, որ այս տարբեր խնդիրներով, տարբեր տեսակի Հայաստանի նկատմամբ պահանջների ներկայացում, դժգոհությունների հասունացումը ուղղված է իշխանության տապալմանը, ուղղված է հեղափոխության ետշրջմանը, որովհետև դեռևս տապալելու բան կա, դա Հայաստանի Հանրապետության պետականությունն է։ Ես կասկած չունեմ, ես կարող եմ ուղղակի ժամերով հիմնավորել, որ նրանց միակ նպատակը դա է։ Նրանք այդ ձևով Արցախ չեն փրկում։ Գնայեք, իրենք ընդդիմությունը, որ ասում է, եթե մենք լինեինք իշխանություն, մենք ավելի լավ պայմաններով կգնայինք խաղաղության, մենք ավելի լավ պայմաններ կստեղծեինք արցախցիների, նաև նրանց վերադարձ։ Ստում են։ Նախ ինչու են ստում, որովհետև այսօր, եթե Հայաստանը այս իրավիճակում Արցախի խնդիրը որևէ կերպով ներառի
իր օրակարգում, եկեք հասկանանք, թե ինչ է հաջորդելու։ Եվ այդ ուժերը այդքան անուղեղ չեն, որ չհասկանան սա։ Եթե Հայաստանը պահանջի Ադրբեջանից, որ արցախցիները վերադառնան, դա հավատացեք Ալիևի համար նվեր է լինելու երկու առումներով։ Մեկը ճանաչվելու անհատական վերադարձի իրավունք Ադրբեջանի պասպորտ ընդունելու դեպքում, եւ երկրորդը դա օգտագործվելու Հայաստանի դեմ ադրբեջանցիներին, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան Զանգեզուր վերադարձնելու համար։ Եկեք հասկանանք նրանք ուր են դրթում Հայաստանին։ Այս իրավիճակում ես ձեզ պարզ եմ ասում, Արցախահայության հավաքական վերադարձ միայն հնարավոր է տարածաշրջանային իրավիճակի եւ ռազմավարական բալանսի փոփոխության դեպքում։ Մենք մեր մի հատվածը շարունակաբար միամտորեն հավատում էր, թե դա կարող է տեղի ունենալ Ռուսաստանի գործոնով պայմանավորվելով Ռուսաստանը շահագրգռված պիտի լինի այնտեղ կոնտինգենտ ունենալու, իսկ կոնտինգենտ ունենալու համար այնտեղ Արցախահայություն ունենալու հարցում մենք համոզվեցինք, որ դա այդպես չի։ Ռուսաստանի շահերը այլ տարածաշրջաններում ու նույն Ուկրաինայում այնքան կարևոր էին, Թուրքիան այնքան կարևոր է, Ադրբեջանը այնքան կարևոր է Ռուսաստանի հաշվարկներում, որ կարող էին նույնիսկ Ռուսաստանի այդպիսի շահեր ստորադասել եւ վաճառել Արցախը Ադրբեջանին, եկեք հասկանանք, հիմա միակ հույսը տարածաշրջանի եվրոպականացումն է, որը կարող է դնել հավաքական վերադարձի խնդիր։ Դրա համար է Ադրբեջանը դեմ Հայաստանի եվրոինտեգրմանը։ Որովհետև միայն իրադրության փոփոխությունը կարա բերի միջազգային մանդատի ներքո Արցախահայերի վերադարձին։ Եթե այսօր Հայաստանը այդ հարցը իր օրակարգում դնի, դա լինելու է միայն անհատական վերադարձի իրավունք։ Որովհետև ամբողջ աշխարհն էլ եւ նաեւ Ադրբեջանն էլ ասելու են շատ լավ, թող վերադառնան, բայց անհատապես ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն։ Եվ Ալիևը արդեն ասել է պատերազմից հետո, որքան հայ վերադառնա Ադրբեջան, այդքան ադրբեջանցի պիտի վերադառնա Հայաստան։ Սրան են դրթում այդ մարդիկ։ Մի մտածեք, որ իրանք ուղեղ չունեն, հաշվարկել չգիտեն, փողերը լավ հաշվել են Հայաստանում լավ։ Այդքան միլիոնների դոլար, միլիարդների դոլար հաշվող մարդիկ վստահ եղեք, այսքանը կարողանում են հաշվարկել։ Այդքան անուղեղ չեն։ Բայց նրանք այսօր շարունակում են արտաքին օրակարգ սպասարկել, որ այս հետևանքը առաջանա Հայաստանի Հանրապետության համար, որ Ադրբեջանին պաստան։ Պարոն Սաֆարյան, մի քանի անգամ ձեր խոսքում նշեցիք արտաքին օրակարգի մասին, նախ կուզենամ խոսեք նաև այն բևեռներից, որոնք շահագրգռված են, ինչպես դուք նշեցիք, Հայաստանի պետականության տապալմամբ, եւ նաև մենք գիտենք, որ Արցախի եւ Արցախահայության հարցը պարբերաբար տարիներ շարունակ օգտագործվել է հենց Հայաստանի Հանրապետության։ Հիմա էլ շարունակվում է Արցախի եւ Արցախահայության հարցը օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ, ինչպես եւ այո, պլանները ըստ էության չնայած ողբերգությանը չկարողացան հայ հասարակությանը, այսպես ասած, հետևանքների ծանրությամբ ահաբեկեն այն աստիճան, որ ըստ էության ինչու թույլ է տրվեց սեպտեմբերի 19-ի հարձակումը Արցախի վրա, որպեսզի պաշտոնական Երևանը, այսպես ասած, եւ Հայաստանի հասարակությունը խելքները գլուխները հավաքեն եւ չմտածեն արևմտյան միջնորդության Արցախում մանդատի միջազգայնացման։ Իրականում Հայաստանի իշխանությունները պատերազմից հետո մի բան էին ուզում, բարձան էին, հասկանալով, որ Արցախի անկախության, լիակատար անկախության, թեկուզ եւ մնացած մասի անկախության հարցում մենք աջակիցներ չենք ունենալու, ոչ մեր բարեկամ Ֆրանսիան, ոչ մյուսները, որոնք շատ զգայուն են եղել Արցախահայության խնդիրների նկատմամբ, բայց նրանցից որևէ մեկը չի ասել, որ հարգելի հայեր, Արցախը մենք համարում ենք ձերը։ Այսինքն Արցախի անկախության հարցում մենք աջակիցներ չենք ունեցել։ Եվ թշնամիներ ունեցել ենք, միանշանակ ունեցել ենք։ Եվ այդ սկսած Ադրբեջանից, Ռուսաստանից մեր խաբկանքը այնքան շատ է եղել Ռուսաստանից, որ մեզ միշտ թվացել է, թե Ռուսաստանն է որ շահագրգռված է միայն Արցախի անկախությամբ։ Բայց 20 թվականից հետո, եւ որ Հայաստանի իշխանությունները հասկացել են իրավիճակը եւ հետևանքների ծանրությունը Հայաստանի համար, փորձել են եւ տեսնելով ռուս-ադրբեջանական մերձեցման վտանգավոր հեռանկարները, որովհետեւ փառուխից սկսվեց այս ամեն ինչը 21 թվականի փետրվար մարտ ամիսներին էր փառուխի քարագլխի դեպքերից հետո մենք հասկացանք, որ Արցախում ռուսական խաղաղապահությունը չի պահելու եւ Հայաստանը փորձեց միջազգայնացնել մանդատը։ Միջազգայնացա է եղել, որի մասին վախենում է խոսել իշխանությունը։
խուսափում է խոսել, չնայած լուտանքների եւ մեղադրանքների ամբողջ տարածքին։ Ընդհանրապես ուզեցել են միջազգայնացնել մանդատը, որպեսզի որևէ մի երկիր, այդ թվում Ռուսաստան, չկարողանա միայնակ վաճառել Արցախը։ Որ մնացածը գոնե խանգարեն, դա թույլ չտրվեց։ Ու ում կողմից թույլ չի տրվել։ Այդ ստրատեգիային դեմ են դուրս եկել հենց նույն այն քաղաքական ուժերը, որոնք այսօր շահարկում են արտգործնախարարության հայտարարությունը, հասկանում եք, սա է, որ ասում են շուռ են եկել մուննաթ են գալի, իրենք ուրախացել են, որ իշխանապողություն են արել Արցախում, հիացական ճիչեր են արձակել եւ ասել են, որ իրենք դեմ են Հայաստանի վարած քաղաքականությանը, որը ուղղված առնվազն նվազագույն նպատակ դրել է գոնե ինքնավարության մակարդակի ամրագրում, միջազգային մանդատի ներքո, հա, այդ է եղել Հայաստանի իշխանությունը, ոչ թե Ադրբեջանին թողնելն է եղել Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականություն, այլ եղել է գոնե ինքնավարության մակարդակով ապահովել այնտեղի հայության անվտանգությունը եւ դրա երաշխավոր դարձնել միջազգային խաղաղապահ ուժերը, որովհետեւ տեսել է, որ ռուսական խաղաղապահները քարագլուխ առ քարագլուխ, գյուղ առ գյուղ, փարուխ առ փարուխ վաճառում են։ Հիմա այդ նույն ուժերը հայտարարել են, որ դեմ են Հայաստանի զվարած քաղաքականությանը, որովհետև իրենք ամբողջն են ուզում, որովհետև իրենք բանաձև են ընդունել այնտեղ Արցախի խորհրդարանում, որ պիտի օկուպացված շրջանները հետ վերադարձվեն եւ այլ, բռնազավթված տարածքներ են ճանաչվել։ Գրգռել են Ադրբեջանին ռևանշի, լինելով խղճուկ վիճակում, ռևանշի վտանգ են ստեղծել կամ այդպիսի պատրվակ են տվել Ադրբեջանին։ Ադրբեջանը իր գործողությունները միջազգայինորեն եւ տեղականորեն արդարացրել է դրանով, հիմա շուռ են եկել, ասում են Հայաստանը ինչու է այս ամեն ինչը, Հայաստանը ինչու է փակել Արցախի խնդիրը, Արցախի խնդիրը դուք եք փակել։ Արցախի խնդիրը դուք եք այդ հունի մեջ դրել, ինչից եք արտգործնախարարությունը ընդամենը արձանագրել է այն, ինչ դուք արել եք։ Եվ որի հետքերը դուք թողել եք պատմության մեջ, փաստաթղթերով, ձեր հայտարարություններով։ Պարոն Սաֆարյան, հատկանշական է, որ Հայաստան խմբակցության առաջնորդությանը հավակնող պատգամավոր Լևոն Քոչարյանն էլ արձագանքել է ԱԳՆ-ի հայտարարությանը, սա միակ դեպքը չի, երբ Լևոն Քոչարյանը աչքի է ընկնում իր հայտարարություններով, հայանպաստ ճակերտավոր ասած, այս անգամ արձագանքել է ԱԳՆ-ի հայտարարությանը ու նշել, որ դա այլ կերպ քան դավաճանական եւ ազգակործան հայտարարություն հնարավոր չէ որակել։ Եվ բարբերաբար մենք այս ուժերից լսում ենք, որ այս իշխանությունները դավաճան են, ազգակործան են, հողատու են, հանձնել են։ Ինչի մասին է Լևոն Քոչարյանը։ Ինչի մասին է Լևոն Քոչարյանը ուղղակի փորձում է իրեն եւ իր հայրիկին եւ իրենց քաղաքական ուժին դուրս դնել այն ամենի պատասխանատվությունից, ինչը ես նկարագրեցի մանրամասնորեն։ Հենց իրենք էին սեպտեմբերի 2-ին լայն ժպիտով 32 ատամ ցուցադրելով Ազատության հրապարակից ուղղակի հիացական ճիչեր արձակում Արցախում իշխանապողության կապակցությամբ։ Հենց իրենք էին, որ հայտարարեցին, որ Արցախի նոր իշխանությունները չեն ճանաչում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը եւ հակադրվելու են դրան։ Եվ այդ հակադրությունը բերեց նրան, որ Արևմուտքը կորցրեց իսպառ հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, որովհետեւ եթե դու այլևս process-ում սուբյեկտ չունես, եւ այդ սուբյեկտը հայտարարում է, որ քո դեմ է, ներեցեք Արևմուտքի որևէ երկիր պատասխանատվություն չունի կամ պարտականություն չունի պահելու ձեզ։ Դուք եք հայտարարել, դուք եք անջապես հայտարարել, որ գլոբալ խաղում ձեր դաշնակիցը Ռուսաստանն է։ Լևոն Քոչարյան, դուք եք հայտարարել։ Եվ հետևաբար, երբ որ հայտարարել եք այդ ամեն ինչը, Արևմուտքում որևէ երկիր, ոչ Եվրոմիությունը, ոչ Միացյալ Նահանգները, բնականաբար իրենց չէին կոտորելու, որպեսզի Ռուսաստանի պրոքսիին ազատեին Ալիևի ջիրաններից։ Եվ ինչը տեղի ունեցավ։ Հիմա դուք այս ամբողջը ստեղծել եք որպես հետևանք Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը ընդամենը արձանագրել է այն, ինչ դուք արել եք, եւ հետեւաբար պատասխանատվությունը ձեր խղճին է։ Պարոն Սաֆարյան, քանի որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն նախընտրական պատկերը քիչ թե շատ պարզ է ու հասկանալի է, որ Արցախի հարցը կրկին շահարկվելու է։ Այս ուժերը արդեն սկսել են նման խոսույթ, որ եթե մենք գանք արցախահայերի վերադարձը կիրագործենք, արցախահայերի իրավունքներով կզբաղվենք։ Ընդհանուր առմամբ, պարոն Սաֆարյան, որպեսզի արցախահայությունն էլ նշեցիք, որ մենք այդ պատրանքային իրականության մեջ ենք ապրում, որպեսզի հիմա պատրանքային իրականություն չլինի։
Որ դեպքում է հնարավոր Արցախը հայության վերադարձ եւ ինչպես։ Երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չզիջի այդ խնդրի Արցախահայերի վերադարձի, վերաբնակեցման, վերաինտեգրման հարցերը չզիջի անազնիվ ընդդիմությանը, երբ որ փորձեն լուծում, ես չեմ ուզում ասել, թե Արցախահայերը պիտի թելադրեն լուծումներ Հայաստանի Հանրապետության, չէ, իմ ասածը դա չի, բայց կարելի է գտնել լուծումներ եւ թույլ չտալ, որ այդ մարդիկ դառնան հերթական անգամ խաղալիք Հայաստանի Հանրապետության դեմ եւ Հայաստանի Հանրապետության պետականության դեմ, այն պետականության, որը 30 տարի նրանց անվտանգությունը ապահովել է ըստ որում կտրելով իր բոլոր 10 մարզերին զարգացման երբեմն հեռանկարներից եւ Արցախին տալով ավելին, քան 10 մարզերին միասին է տվել։ Եվ նաեւ հայտնի ողբերգական իրադարձություններից հետո, այդքան ծանր գնից հետո, հա, այդքան հայորդիներ, որոնք փորձեցին պաշտպանել Արցախը, այդքանից հետո նաեւ ընդունել Արցախային, պիտի այդ մարդկանց հետ, մեր հայրենակիցների հետ շատ պարզ, շատ հասարակ զրույց լինի, որ նրանք թույլ չտան իրենց օգտագործել այդ պետություն, չկտրեն իրենց կերակրող ձեռքը։ Իրենք պիտի հասկացած լինեին մինչև հիմա, որ իրենց ցավոք սրտի, իրենց քաղաքական անհեռատեսությունը, ոչ ճիշտ տեղեկացվածությունը, նախկինում իրենց իսկ հավատացած իշխանությունների կողմից անազնիվ քաղաքականությունը, հենց Արցախի դեմ վարած քաղաքականությունը, այս ամբողջը իրանց բերել է այդ հայրենազրկման, նպաստել է։ Ես նույնիսկ եմ կրկնում, ես չեմ կարող անգամ Հայաստանի նախկին իշխանությունների ամբողջ մեղքը դնել, որովհետև այդտեղ կա Ռուսաստան, այդտեղ կա Ադրբեջան եւ այլ եւ այլ։ Ես կարող եմ նրանց մեղադրել անհեռատես, արկածախնդիր, անշրջահայաց քաղաքականություն, տգետ քաղաքականություն վարելու մեջ։ Ի տարբերություն իրանց, իմ լեզուն չի պտտվի, ասենք Լևոն Քոչարյանը կարողանում է այդքան կեղտ ունենալով սեփական թիմի հոր տակ, կարողանում է իր լեզուն պտտվի դիմացինին դավաճան ասի կամ այլ բան դավաճանություն որակի։ Ես իրենց դեմ, իրենց նկատմամբ չեմ օգտագործում իրենց դավաճանություն բառը, հա? Ես հասկանում եմ իրանք ինչի են իրենցից վանում մի բան, որը լավագույն դեպքում կարող է կպնել իրենց։ Բայց ես անգամ իրանց ու նախկին իշխանությունների դեպքում կարող եմ մեղադրել անհեռատեսության, անշրջահայացության եւ այլնի մեջ, բայց մի բան ակնհայտ է։ Վերջ տվեք այդ մարդկանց ողբերգության վրա քաղաքական կապիտալ ստեղծելուն։ Վերջ տվեք այդ մարդկանց Հայաստանի Հանրապետության պետության դեմ օգտագործելուն։ Ուղղակի դադարեցրեք, որովհետև հետևանքները կարող են շատ դաժան լինել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է շրջվի եւ բոլորին ուղղակի 3 մատի կոմբինացիա ցույց տա։ Մի դրթեք Հայաստանի Հանրապետության հասարակության այդ քայլին։ Մի դրթեք հանուն արցախցիների, որովհետև նաեւ պահանջները պիտի լինեն համաչափ Հայաստանի Հանրապետության հնարավորություններին, նաեւ պիտի այդ պահանջները Արցախահայերի եւ նրանց խնդիրների լուծումները չեն կարող խտրական լինել պոզիտիվ առումով ու այնքան, որ Հայաստանի Հանրապետության մնացածը իրենց նվաստացածը զգան։ Չի կարելի ուղղակի։ Չի կարելի այդ խավին վտանգել, որովհետև նրանք շարունակում են թունավորել Արցախցի եւ հայաստանցի հարաբերությունները։ Թվում է լավ բան են անում, չափազանց հոգատարություն, այսպես ասած, իբրև թե Արցախահայերի խնդիրների նկատմամբ, կներեք, բայց դա չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության մնացած մարզերի ամբողջ բնակչության, ասենք, իրավունքների եւ ընդհանրապես պատկերացումների ոտնահարման հաշվին։ Այդ խնդիրները պիտի լուծվեն։ Որևէ մեկը չի ասում այդ խնդիրները չպիտի լուծվեն, բայց այդ խնդիրները չպիտի ստեղծեն, այսպես ասած, հերթական արտոնյալ լինելու, հերթական անգամ ուղղակի Հայաստանի Հանրապետությանը հեծնելու այդ զգացողությունները չպիտի խորացնեն։ Իսկ նրանք դա են անում։ Նրանք ցուցաբերում են կեղծ հոգատարություն արցախցիների նկատմամբ, իբրև թե վայ, մենք ձեր խնդիրների մասին մտածում են։ Թող Արցախահայ մեր եղբայրները եւ քույրերը հասկանան, որ այդ հոգատարությամբ իրենց ուղղակի թիրախ են դարձնում եւ իրենց օգտագործում են Հայաստանի Հանրապետության պետության դեմ։
Պարոն Սաֆարյան, այս փոխադարձ մեղադրանքներից ընդդիմություն իշխանություն նաև, երբ որ ընդդիմությունը պարբերաբար այսպես դավաճան հողատու այդ եզրույթից այն կողմ ոչ մի հայտարարությամբ կառուցողական դեռ հանդես չի եկել։ Ամեն դեպքում ընդդիմությունը իշխանությանը օգնելու համար։ Այս փոխադարձ մեղադրանքների ժանրից ինչպես կողմ։ Դե գիտեք ինչ, այստեղ իշխանությունն էլ իր մեղքի բաժինն ունի։ Հազար անգամ հորդորեցինք պարոն վարչապետին եւ փակ հանդիպումներում եւ հրապարակային հորդորեցինք, եթե խոսքը վերաբերվում է Մինսկի խմբի առաջարկություններին, որոնք անշուշտ ուղղակիորեն ինչ որ ձևով իրենց դերակատարումներ ունեցել տրամաբանական, այսպես պատճառահետևանքային կապերի առումով, հրապարակեք այդ փաստաթղթերը։ Հրապարակեք, մենք կկարդանք եւ պետք չի որ ոչ Լևոն ուրեմն Քոչարյանը թաքցնի կեսը կամ կիսի կեսը դոր ներկայացնի, ոչ Ռոբերտ Քոչարյանը իր գրքի մերագրության մեջ այսպես ասած կեղծի, ոչ էլ ներեցեք կարիք կա որ պարոն վարչապետը թեկուզ եւ քաղաքական կոնյունկտուրայից դրթած այդ ամեն ինչը ներկայացնի այնպես ինչպես ուզում է։ Ներկայացրեք մենք ուսյալ մարդիկ ենք, մեր հասարակությունը կարդալ գիտի, մենք կկարդանք եւ երկրորդը, եթե մենք գործ ունենք դավաճանության հետ, կներեք, այդ դեպքում ասացեք ինձ խնդրեմ, եթե ընդդիմությունը օգտագործում է հողատու, չգիտեմ, սրանք բոլորը ինչ որ լեզվաբանական տիրույթի բառեր են, բայց դավաճանությունը կոնկրետ քրեական օրենսգրքի հոդված է, ասենք պարտավոր են ապացուցել իրենք, ասենք օրինակ, եթե իրենք համարում են որ Ալմատի հռչակագիրը, հա, օրինակ, իրենց հիմնական փաստարկը նա է, որ Նիկոլ Փաշինյանը Ալմատի հռչակագրով Արցախը թողել է Ադրբեջանին։ Խնդրեմ, դիմեք ոստիկանություն, դատախազություն, քրեական գործ հարուցեք, ավելին, այդ գործի շրջանակներում թող հարցաքննվի նաև Լևոն Քոչարյանի հայրիկը եւ բացատրի թե ինչու 10 տարի շարունակ պահել է Ալմատի հռչակագիրը ուժի մեջ։ Եթե դա հանցագործություն էր, 10 տարի առնվազն Ալմատի հռչակագիրը ուժի մեջ պահել է Լևոն Քոչարյանի հայրիկը։ 10 տարի Ալմատի հռչակագիրը ուժի մեջ պահել է Սերժ Սարգսյանը, այսինքն եթե նրանք գտնում են որ Նիկոլ Փաշինյանը պիտի Ալմատի հռչակագիրը վերահաստատելու համար դատվի, ուրեմն խնդրում եմ կողքի կամերները ազատեն եւ այնտեղ հատկացնեն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, որտեղ նրանք էլ 20 տարի շարունակ հաջորդաբար Ալմատի հռչակագիրը պահել են ուժի մեջ։ Եթե դա դավաճանություն է, ապա դավաճանության առաջին կատարողները Ռոբերտ Քոչարյանը ու Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած հանուն արդարության։ Բայց քանի որ նրանք դավաճանության մեղադրանք չեն ներկայացնում Տեր-Պետրոսյանը եւ իր թիմը, դավաճանության մեղադրանք ներկայացնում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ապա այդ դեպքում խնդրեմ, առաջարկեք 3 կամեր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի համար, որովհետեւ նրանք երեքն էլ չեն չեղարկել Ալմատի հռչակագիրը։ Ալմատի հռչակագիրը ուժի մեջ է եղել նրանք բոլորի պաշտպանության շրջանում։ Խնդրեմ, եթե սա է մեղադրանքի հիմքը, դավաճանության հիմքը, իսկ բանի տեքստում Ադրբեջանի հետ պայմանավորված խաղաղության պայմանագրի տեքստում ընդհանրապես դա է ասվում։ Վերահաստատել Ալմատին, ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչել սահմանների անձեռնմխելիությունը, ուժով փոփոխության անթույլատրելիությունը, Ալմատին է։ Հիմա եթե Ռոբերտ Քոչարյանի որդին համարում է որ դա դավաճանություն է, դա վերահաստատելը, ապա առաջին դավաճանը հենց իր հայրն է, որ 10 տարի շարունակ ուժի մեջ է թողել տեքստը։ Երկրորդ դավաճանը իր հոր որոշած հաջորդ նախագահն է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի պատիժը ազատազրկման պիտի կրկնակի լինի։ Ինքը ոչ միայն իր 10 տարիներին է դա ուժի մեջ թողել, այլ նաև ինքն է որոշել եւ բերել մի այնպիսի նախագահի Հայաստանի համար, որը եւս 10 տարի ուժի մեջ է թողել, այսինքն Ռոբերտ Քոչարյանին պիտի ցմահ տան։ Ասենք կա այլ մեղադրանք։ Խնդրեմ, հարուցեք։ Ներկայացրեք, մենք էլ քննարկենք։ Այդ մենք պահանջում ենք այո, առաջինը Նիկոլ Փաշինյանից հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները։ Չէ՞ որ այդ կարգավորման տարբերակները ձեր հայրիկները ունեն իրենց անձնական արխիվներում։ Բա դուք հրապարակեք։ Մեղրի տարբերակ եք արդարանում կամ չգիտեմ ինչ, հրապարակեք այդ տարբերակները։ Ինչու եք թաքուն պահում հասարակությունից։ Ստում եք թե չունեք։ Ունեք։ Չի կարող հանրապետության նախագահի պաշտոնից հեռացած անձը նման փաստաթղթերի պատճեններ չունենալ։ Չի կարող ուղղակի։ Հրապարակեք դուք, հայրենասեր եք,
Ղարաբաղը պահողն էիք, Հայաստանի գլխից մազ չպակասեցնողն էիք։ Խնդրեմ, հրապարակեք այդ ամեն ինչը։ Հասկանանք ով է Դավաճան։